Մանկական երկխոսություն երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ մի քանի օր անց, բայց հունիսի 1-ին նվիրված Կոմվերսբանկը շարունակում է անակնկալներ մատուցել իր այցելուների երեխաներին, բանկի հաճախորդների ու աշխատակիցների փոքրիկներին անակնկալը սպասում է Համազգային թատրոնում։ Թատրոնի դերասանները անբան հուռին այդ օրը ցուցադրում էին միայն Կոմվերսբանկի հաճախորդների ու աշխատակիցների երեխաների համար, ինչպես իրենք են ասում, Համազգայինի ամենահաջողված ու երեխաներին ուրախացնող ներկայացումն է, մշակույթի պահպանումը ու նոր սերնդին հայ գրողների ստեղծագործություններին ծանոթացնելը բանկը ավանդույթ է դարձրել։ Փոքրիկների համար նախատեսված դաստիարակչական եւ հանրամատչելի միջոցառումները հենց այս շարքից են։ Մենք կարևորում ենք մեզ որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, ապա կարևորում ենք նաեւ մեր մասնակցությունը սոցիումի ամենակարևոր օղակների, երեխաների, հատկապես մշակութային դաստիարակության ձևավորման հարցում։ Թատրոնի հետ համագործակցությամբ տարին մի քանի անգամ բանկը հրավիրում է իր այցելուներին առօրյա հոգսերից կտրվելու ու բեմարվեստի հմայքը վայելելու։ Համազգային թատրոնը մանուկների համար մի շարք ներկայացումներ է առանձնացրել։ Առանց հոգևոր դաստիարակության, առանց մշակութային կրթության երեխան չի կարող ձևավորվել եւ դառնալ լիարժեք եւ հետագայում դառնալ լիարժեք քաղաքացի եւ իր երկրի տերը։ Կոմվերսբանկը առաջարկում է մանուկ ավանդը, որը հնարավորություն է տալիս ծնողներին ներդնելու գումարներ իրենց երեխաների համար։ Այս ավանդը տալիս է ոչ միայն տոկոսագումարների, այլև բոնուսների ստացման հնարավորություն ներդրած ավանդի ժամկետի յուրաքանչյուր տարվա համար։ Դավթ Դավթյան, Խաչատուր Եսայան, Artnews։